Քիչ առաջ ավարտվեց ազգային ժողովի նախագահի մոտ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցությունը, հրատապ խորհրդակցությունը, որոշում կայացվեց, որ այսօր մինչև հարց ու պատասխան կառավարության հետ, եթե մինչև այդ կառավարության համապատասխան պատասխանատուների հետ կհանդիպենք մենք բոլոր քաղաքական ուժերի ազգային ժողովում եւ այսօր որոշակի սկզբունքային մոտեցումներ կհստակեցվեն, այսինքն բնականաբար պարզ է, որ կան լուծումներ, որ պետք է կարգավորումներ տան, սկզբունքային մոտեցումները, որոնց մասին ես չասեմ, օրինակ ուղղակի հիմա առաջանցնելով ասեմ, չանցնել ավելացված արժեքի հարկի դաշտ, այն վերջի տուգանքը, որ փաստաթուղթ չլինելու դեպքում լինում է, չանցնել, բացառել եւ մնալ որոշակի տոկոսի տիրույթում, կամ 58 ու 35 միլիոն դրամի շեմը բարձրացնել, օրինակ առաջ։ Այս դիրքորոշումները կարծում եմ մենք ընդհանուր առմամբ խոշորացված կհստակեցնենք, իսկ հետագան արդեն աշխատանքային կարգումն է։ Այնպես որ մենք սպասում ենք կառավարության հետ մեր հանդիպմանը։ Շնորհակալություն։ Չէ, այս պահին մենք մինչև չհանդիպենք կառավարության հետ, որևէ բան չենք կարող։ Պետք է հանդիպենք, քննարկենք, խոշորացված ձևով մեր մոտեցումները հստակեցնենք, բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունը, որ կա խնդիր, դա ակնհայտ էր այսօրվա քննարկման ժամանակ, որ իրոք գտնում է նաև քաղաքական մեծամասնությունը, որ խնդիր կա եւ պետք է լուծել։ Այնպես որ այսքանը սպասենք։ Անպայման գալու են այս Սպասենք մեր հանդիպմանը, շտապենք, սպասենք հանդիպման այսքան։ Ուրեմն կառավարությունը այս խնդրի դեմ կողմն է։ Կառավարությունը արգումենտներ է բերում եւ դա բերելու է նաեւ հարցի պատասխանի ժամանակ, որ իրենք դեմ են։ Մենք ներկայացրեցինք, որ սա լուրջ քաղաքական զարգացումներ կարող է ունենալ, Գյումրիում լուրջ շարժումներ կան եւ ժամը 4-ին ժողովուրդը հավաքվելու է։ Մենք բացի այդ ասել ենք, որ նաեւ նշված քաղաքական ուժերով արտահերտ նիստ հրավիրելու պատրաստակամություն ունենք։ Այսինքն իրենք տեղյակ են ինչ զարգացումներ կարող է լինել եւ ելնելով դրանից, այսինքն զարգացումներից եւ քաղաքական ուժերի ռացիոնալ առաջարկներից ելնելով, մենք առաջարկում ենք կառավարությունը գա, ինչև հարց ու պատասխանը Սահակյանի մոտ, Գալուս Սահակյանի մոտ քննարկման, ներկայացնենք խնդիրները։ Խնդիրը բոլորը ընդունում են, որ կա, լուծումների համար դժվարություններ կան։ Մենք կանգնած ենք մեր դիրքորոշման վրա, փորձելու ենք այսօր, գոնե, ինչպես Միքայելը ասեց, սկզբունքային որոշումներ կայացնել։ Մանրամասները կարող են լինել վաղը, բայց սկզբունքային համաձայնություն փորձելու ենք կայացնել այսօր։ Այսինքն դուք այսօր փորձել եք իշխանությանը օգնել, որպեսզի քաղաքական զարգացումներ չեն։ Մեր խնդիրը պրոբլեմը լուծելն է, որը ոչ մեկին օգնել։ Մեր խնդիրը փոքր բիզնեսին չվնասել։ Այն ներողություն ասեմ, դուք այդ հարցը տվեցիք։ Եթե դուք հետևել եք լիագումար նիստում հենց առաջի վարման կարգում մեր հայտարարությանը, անձամբ մենք ասում ենք, որ այս հարցում քաղաքական ուժերը որևէ կուսակցական դիվիդենդ շահաբաժին չեն ակնկալում։ Կան հազարավոր, տասնյակ հազարավոր, առևտրի ոլորտում աշխատում է 37,000 մարդ Հայաստանում։ Մենք հակված ենք, որ այդ մարդկանց որ ժամը 16:00-ին գալու են ազգային ժողովի շենքի մոտ եւ իրենց հետ աշխատում ենք, անպայման հստակ պատասխաններ տան։ Այս հարցում մենք մեր խղճի առաջ պետք է ուրեմն մաքուր լինենք։ Մենք հրատապ լուծում ենք պահանջում։ Սա է լուծումների կողմնակից ենք։ Հավատում եք։ Գիտեք ինչ, քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, մենք պետք է աշխատենք։ Մենք պետք է աշխատենք։ Պետք է ասենք քաղաքական զինանոցը հարուստ է տարբեր գործիքներով։ Մենք համարում ենք, որ մենք քիչ թե շատ քաղաքականության մեջ գտնվում ենք։ Եթե մենակ լինենք չենք հավատա, բայց քանի որ մենակ չենք, հույս կա որ խնդիր առաջ կգնա։